Շնորհակալություն պարոն Թունյան, իհարկե ասելու շատ բան կա, բայց ես կփորձեմ հնարավորինս հակիրճ հիմնական երևույթների մասին խոսել։ 24 թվականին իրականում աշխատանքների մի մասը ուղղված է մեր մակրոտնտեսական վերլուծությունների, գործիքների բարելավմանը։ Մենք իրականացրել ենք սրա հետևանքով ոլորտային վերլուծություններ, բազմաթիվ, այսինքն կառավարության որոշումների, այսպես ասած, սպասարկումն ենք արել, դրա հետևում վերլուծություններ անելու մասով։ 2025 թվականին առաջի անգամ բյուջեի կանխատեսումների գործընթացում հրապարակվել են միջնաժամկետ մակրոտնտեսական և հարկաբյուջետային կանխատեսումները, գնահատվել են հարկման միջնաժամկետ հնարավորությունները, ապահովելով վերլուծական հիմքեր հարկային վարչարարության բարելավման և ստվերի կրճատման աշխատանքների արդյունավետ իրականացնելու համար։ Մենք դիտարկում ենք, որ վերջին տարիներին ստվերի զգալի կրճատում է տեղի ունեցել և մեր գնահատականները ցույց են տվել, որ վերջին տարիներին վարչարարություն ճեղք հնարաբերությունը դրսևորել է շարունակական նվազման միտում, 20 թվականի 6,5%-ի համեմատ, 21 թվականին կազմել է 5,6%, 22 թվականին 4,8%, իսկ 23 թվականին 3,9%։ Հիմա պետական պարտքի հետ կապված մի քանի ցուցանիշ կարող եմ ասել։ Տարեվերջին, 24 թվականի տարեվերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 տրիլիոն դրամ, որը հավասար է շուրջ 12,8 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Նախորդ տարվա տարեվերջի նկատմամբ պետական պարտքը ավելացել է 6,2%-ով, բայց համախառն ներքին արդյունքի համեմատությամբ մեր պետական պարտքը նվազել է 0,1%-ային կետով և կազմել է 48,3%, ինչը համարվում է շատ կայուն և անվտանգ սահմանաչափ, և դա նաև կարգավորված է մեր ֆիսկալ կանոններով։ Հարկեր հնա ցուցանիշը կազմել է 23,6%, որը նվազել է նախորդ տարվա համեմատությամբ, սակայն վերջին 7 տարիներին հարկեր հնա ցուցանիշը բարելավվել է 2,8%-ային կետով, 20,8-ից հասնելով 23,6%-ի։ Իհարկե որոշ փոփոխություններ են տեղի ունեցել հարկային քաղաքականության ոլորտում, դրա մի մասի վերաբերյալ խոսեցինք այսօր, վերանայվել են գործունեության հիմնական տեսակների գործունեություն, արտադրական գործունեություն, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն և այլ գործունեություններում համար սահմանված շրջանառության հարկի դրույքաչափերը, միաժամանակ ընձեռնելով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի միջոցով վճարման ենթակա հարկի նվազեցման հնարավորություն, ընդ որում սահմանվել են ներկայումս գործող նվազագույն կամ հաստատուն դրույքաչափերից ցածր դրույքաչափեր, որոնց պարագայում փաստաթղթավորման պատշաճ մակարդակ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար հարկային բեռը կարող է նվազել, ընդլայնվել է միկրոձեռնարկատիրության շրջանառության հարկով հարկման համակարգում արգելվելու առումով արգելված գործունեության տեսակների շրջանակները, մասնավորապես սահմանվել է, որ շրջանառության հարկի համակարգում նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում անշարժ գույքի առաքուվաճառքի, վարձակալության տրամադրման միջնորդական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեղսպասարկման ծառայությունների մատուցման, ծրագրային ապահովման մշակման և շինարարական աշխատանքների կատարման, անշարժ գույքի գնահատման և չափագրման, սահմանների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների գործունեությունը, կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման նպատակով մշակվել է կրիպտոակտիվների մասին օրենքի նախագիծը և հարակից օրենքներում
փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծը եւ արդեն խոսեցինք կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ համաձայնագրեր են կնքվել Ճապոնիայի եւ Հոնկոնգի հետ միջազգային կառույցների հետ հարաբերությունները բավականին ակտիվ զարգանում են եւ բյուջետային աջակցության 4 պայմանագրեր ենք ընկել ընդհանուր 322 միլիոն դոլարի չափով, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ակտիվ աշխատում ենք եւ 2 վերանայումներ ենք ունեցել եւ այս տարի ավարտվում է մեր ծրագիրը եւ հույս ունենք, որ այսինքն ոչ թե հույս ունենք, այլ մտադիր ենք այդ ծրագիրը նոր ծրագիր ունենալ եւս 3 տարով, որը օգնում է մեզ մեր ֆիսկալ քաղաքականությունը ավելի զգուշ կամ աջակցելու առումով ավելի լավ իրականացնել, ինչպես նաև մեր ընթացիկ բարեփոխումների օրակարգի համար մեծ օգնություն է։ Իհարկե, այստեղ նաև վարկային միջոցներ կան, որը Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում այդ վարկային միջոցներից, այսինքն դա չեմ հիշում ոնց ենք անվանում այդ բանը IMF-ի stand-by arrangement ոնց ենք ասում հայերեն կանխարգելիչ ծրագիր է եւ ինքը հնարավորություն է տալիս Հայաստանին միջոցների կարիքի դեպքում այդ միջոցները ստանալ, բայց մենք մինչ օրս այդ միջոցներից չենք օգտվել բազմաթիվ ծրագրային վարկեր ենք իրականացնում եւ պետք է ասեմ, որ ֆինանսների նախարարության ջանքերով մենք արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից 16 միլիոն դոլարի աջակցություն ենք ստացել, դրամաշնորհ ենք ստացել, իհարկե ի շնորհիվ մեր միջազգային գործընկեր երկրների եւ այս տարի նույնպես շարունակենք օգտվել այս ծրագրից արդեն հայտ են ներկայացրել 13 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու հայտ են ներկայացրել Ճապոնիան եւ Շվեդիան մենք իհարկե աշխատանքներ ենք տանում մեր այլ գործընկեր երկրների հետ որպեսզի իրենց կողմից էլ կարողանանք միջոցներ ստանանք Հիմա խոսենք պետական ծախսերի մասին, կառավարության ծրագրերի նպատակներին իրագործելու կարևոր գրավականներից շարունակում է մնալ կապիտալ ծախսերի զգալի աճը, կապիտալ ծախսերը 23 թվականի համեմատ 24 թվականին ավելացել են 63 միլիարդ դրամով կամ 12%-ով կազմելով շուրջ 557.8 միլիարդ դրամ մենք շարունակում ենք տնտեսական եւ սոցիալական ոլորտներում կատարված կապիտալ ծախսերը, որոնք կազմել են 188 միլիարդ դրամ եւ 23 թվականի համեմատ աճել են 82%-ով, իսկ եթե դրան գումարենք նաեւ սուբվենցիաները, որոնք նաեւ էլի կապիտալ ներդրումներ են, այդ գումարը կկազմի 222.6 միլիարդ դրամ Վերջին տարիներին, ասենք օրինակ, եթե համեմատենք 2018 թվականի հետ, կապիտալ ծախսերի ընդհանուր մակարդակը կրկնապատկվել է, ավելացել է շուրջ 2.7 անգամ։ Պետական ծախսերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ենք ջանքեր ներդրել եւ արդեն օրենսդրական բոլոր փոփոխությունները կատարված են, որպեսզի ֆինանսների նախարարությունում ստեղծենք գնահատման ստորաբաժանում, ըստ էության գնահատման ստորաբաժանումը ստեղծված է, մարդիկ վերապատրաստված են եւ այս տարի արդեն կունենանք մեր կողմից իրականացված առաջին գնահատումները, արդեն ընտրել ենք այն ծրագրերը, որոնք պետք է գնահատենք եւ այդ արդյունքների մասին բնականաբար կտեղեկացնենք բազմաթիվ աշխատանքներ են տարվում ֆիսկալ ռիսկերի կառավարման ուղղությամբ գնահատվում են պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեությունը իրենց ռիսկերը եւ այս բոլոր ռիսկերի մասին ներկայացվում է տեղեկատվություն միջնաժամկետ ծախսային ծրագրի մեր փաստաթղթերում
մշակել ենք բյուջետային վարկերի տրամադրման դեպքում իրականացվող վերլուծությունների, այդ թվում վարկունակության գնահատման մեթոդաբանություն, երևի մի քանի կետում ասեմ, թե բյուջետային համակարգում ինչ փոփոխություններ ենք իրականացրել, կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունների հաջորդ բյուջետային տարի տեղափոխման մեխանիզմ ենք ներդրել, սա շատ էական մեխանիզմ է եւ առաջիկա կառավարության նիստում կամ հաջորդ շաբաթ արդեն կընդունենք այն որոշումը, որով 24 թվականի չիրականացված կապիտալ ծախսերի ավարտին հասցնելու համար միջոցներ կտրամադրենք, ավելորդ վարչարարություն այստեղ չկա, մի գործընթաց է, այս տարի առաջի անգամ էինք անում մի փոքր երկարեց, բայց հույս ունենք, որ ամեն տարի փետրվար ամսին մենք այս process-ը ավարտած կլինենք, բյուջետային փաստաթղթում ավարտի ժամկետ ունեցող միջոցառումների բազմամյա պարտավորությունների ներկայացում ենք արել, որպեսզի ազգային ժողովի պատգամավորները իմանան, որ մենք մի տարով բյուջե ենք ընդունում, բայց այդ ծախսեր կան, որոնք բազմամյա պարտավորություններ են, որպեսզի ավելի լավ պատկերացում ունենանք մեր ծախսերի վերաբերյալ եւ բնականաբար մի կարևոր փոփոխությունն է, որը նաեւ հաջորդ քայլն է եռամյա բյուջե ունենալու համար, մենք առաջի անգամ 25 թվականի փաստաթղթում ներառել ենք 3 տարիների արկա բյուջետային շրջանակները եւ մտադիր ենք այս տարի արդեն բյուջեն ներկայացնելուց հետո ունենալ նաեւ 27 եւ 28 թվականների հիմնական ծախսային ուղղությունները այն ինչ որ մենք ունենում էինք նախկինում միջնաժամկետ ծախսային ծրագրով։ Երևի այսքանը շատ չխոսեմ, եթե հարցեր կլինեն, սիրով պատասխանեմ։